Ժիրայր Սեֆիլյանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի ղեկավարած Նոր Հայաստան ընդդիմադիր շարժումն այսօր հրապարակել է արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզը։ 3 կետից բաղկացած իշխանափոխության ծրագրում Նոր Հայաստան առաջարկում է նախ հեռացնել վարչախմբին, անցումային կառավարում իրականացնել, ապա արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Ընդդիմադիր շարժումը նաև մանրամասնում է, թե ինչպես է ծրագրում հեռացնել վարչախմբին։ Նախ քաղաքական եւ հասարակական ուժերը միավորվում են, ապա ներգրավում ժողովրդական լայն զանգվածներին, որից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում ռեժիմի պարագլուխներին։ Նոր Հայաստանը նշում է, թե ժողովուրդը իր պահանջի կատարմանը հասնելու համար պետք է դիմի քաղաքացիական անհնազանդության միջոցին, վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում, մեջբերում եմ կաթվածահար անելով քրեական ռեժիմի կառավարման համակարգը։ Իդեպ վարչախմբին հեռացնելուց հետո հաջորդ քայլով Նոր Հայաստանը ծրագրում է սահմանադրական դատարանի միջոցով արգելել իշխող հանրապետականի գործունեությունը։ Հիշեցնենք, անցած շաբաթ Նոր Հայաստանի ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, թե սկսել են բանակցություններ մի շարք ուժերի հետ։ Դա Ստեփան Դեմիրճյանն է, դա ՀԱԳ-ն է, դա Նիկոլ Փաշինյանն է քաղաքացիական պայմանագրով, Աշոտ Մանուչարյանն է իր նախաձեռնությունով, Բարուր Հայրիկյանն է եւ եւս հավանաբար Արամ Ղարաբեդյան եւ մի քանի գործիչներ, ինչու՞ չէ նաեւ քաղաքացիական սեկտորը, որտեղ հայտնի եւ ոչ հայտնի ակտիվ անձնավորություններ, հիմնականում երիտասարդներ կան, այս ամբողջի միավորումը մենք առաջիկա օրերին նորից փորձելու ենք իրականացնել։ Մինչդեռ նկատենք Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազատությանը փոխանցեց, թե ՀԱԿ-ում տեղյակ չեն Նոր Հայաստանի նախաձեռնության մասին եւ այդ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել։ Ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը կքննարկի ներկայացված ճանապարհային քարտեզը եւ համապատասխան արձագանք կտա, բայց ինքն անձամբ ծանոթանալով փաստաթղթին նոր բաղադրիչ այնտեղ չի գտել։ Ըստ Փաշինյանի քարտեզում նկարագրված է այն, ինչի մասին 20 տարի շարունակ Հայաստանի ընդդիմությունը հայտարարել է։ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո էլ ընդդիմությունը պահանջում էր օր առաջ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց արդյունքում անպատրաստ ձևով մասնակցեց հերթական խորհրդարանական ընտրություններին, իսկ նախագահական ընտրություններին ընդհանրապես չմասնակցեց։ Պարոն Փաշինյան, այսինքն դուք իրատեսական չեք համարում ճանապարհային այս քարտեզի միջոցով իշխանությունների հեռացման եւ արտահերթ։ Ես ոչ թե ես ուղղակի ճանապարհային քարտեզ չեմ տեսնում։ Ինչ որ գրված է այնտեղ, դրա փորձերը այս տարի արդեն առնվազն 3 անգամ եղել է։ Այսինքն ի՞նչն է փոխվել, որ մենք այս անգամ մեզ թվում է, որ այդ նույն քայլերով կհասնենք ուրիշ արդյունքի։ Ում անունից ենք մենք գործելու, որտեղից է ստուգվելու մեր գործողությունների լեգիտիմության աղբյուրը։ Ինչից ենք մենք ենթադրում, որ հանրությունը այդ ամեն ինչի հետ համաձայն է։ Նրա ներկայությունը հրապարակներում հազարների, տասնյակ հազարների Նրա ներկայությունը հրապարակում, այո, եթե մենք կարողանանք նրա ներկայությունը ապահովել հրապարակում, Բայց այս ճանապարհով ես խիստ կասկածում եմ, որ մենք կկարողանանք նրա ներկայությունը ապահովել հրապարակում։ Որովհետև ինչ եմ խիստ կասկածում, որովհետև այդ նույն կերպ մենք արդեն այս տարի ընդդիմությունը նույն ուժերը 3 անգամ փորձել են նրա ներկայությունը ապահովել հրապարակում։ Այս անգամ ի՞նչն է փոխվում։ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի այս նախաձեռնությանը լուրջ չի վերաբերում իշխող հանրապետականը, ում եւ Նոր Հայաստանը ծրագրում է հեռացնել իշխանությունից։ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարծում է, թե իշխանափոխության այդ քարտեզը երգիծական հաղորդման համար կարող է լավ նյութ հանդիսանալ։ Դրանք են ուզում մեզ հեռացնեն իշխանությունից։ Այսինքն ամեն 10 հոգի կարող է մի անվան տակ հանդես գա եւ իշխանություն հեռացնի։ Ես կարծում եմ, որ ցանկացած պահանջ ներկայացնելուց առաջ նախ իրենց պետք է նայեն եւ հասկանան, թե իրենք ով են ընդհանրապես եւ ումից ինչ են պահանջում։ Ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը ավելի շատ արմկոմեդիայի տղաների համար լուրջ երգիծական մանրապատումներ կազմակերպելու համար լավ սցենար կարող է լինել։ Սլոնի մոսկա վերնագրով։ Հանրապետական խմբակցության քարտուղարը նաև հումորով է վերաբերում Նոր Հայաստանի մյուս ծրագրին, մասնավորապես իշխող ռեժիմին հեռացնելուց հետո արգելել հանրապետական կուսակցության գործունեությունը։ Չեմ կարծում, որ ցանկացած խումբ մարդիկ 5-10 հոգի կարող են նման պահանջներ իրենց առջև դնել, եթե բժշկական լուրջ խնդիրներ չունեն։